այդտեղ եղել է քյարքի։ Ենթադրենք, մենք ասում ենք, որ պետք է գնանք իրավական հիմքերը նայենք, քաղաքական առումով, եթե կպարզի, որ այդ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք։ Չկա ադրբեջանական որևէ թեզ, որին Նիկոլ Փաշինյանը կամ նրա տարօրինակ բանակցող թիմը համաձայն չլինեն։ Նրա միակ անհանգստությունը այդ համաձայնության հետևանքն է իր իշխանության մնալու առումով։ Այսինքն այն, թե այս պահին նա դա կարող է մարսել հայ հասարակությանը ներկայացնելու իմաստով։ Հայկական կոչված կողմն այս պահին պատրաստ է ամեն ինչի։ Փաշինյանը կարող է ամբողջ Հայաստանն էլ նվիրաբերել Ադրբեջանին։ Խնդիրը պարզապես ճիշտ ժամանակի ընտրությունն է։ Փաշինյանը աստվածային պարգև է ադրբեջանցիների համար նրանց բոլոր երազանքները իրականացնելու առումով։ Փաշինյանն ազգային ժողովում ասում է, թե Բաքվի հետ բանակցված փաստաթղթում որևէ նոր բան չկա, քան այն, ինչն ինքը ժամանակին ներկայացրել է խորհրդարանական ամբիոնից։ Բայց ազգային ժողովի ամբիոնից նա ինչ ասես ասել է, սկսած նրանից, որ Արցախի դեֆակտո անկախությունը պետք է դառնա դե յուրե անկախություն, մինչև այն, որ Արցախ բառը գործածել չի կարելի։ Նրա ասացները հակասության մեջ են նույնիսկ ժամերի առումով։ Կառավարության նիստին կարող է մի բան ասել, երեկոյան տրամագծորեն հակառակ Facebook-յան գրառում անել։ Ամերիկյան դիվանագետներից մեկը, որը ներկա էր եղել Միրզոյան Բայրամով դեռևս 2 տարի առաջ Միացյալ Նահանգներում կայացած բանակցությունների առաջին օրվա հանդիպմանը, հայտնել էր, որ քննարկվում է երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցը։ Դա ենթադրում էր, որ ոչ միայն արցախցիներն էին դիտարկվում որպես էթնիկ փոքրամասնություն, այլև քննարկվում է ադրբեջանցիների Հայաստանում գտնվելու ընթացքում նրանց պաշտպանությանը վերաբերող հարցը։ Արցախը բռնազավթվեց եւ հայաթափվեց, իսկ ահա ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման դրույթը քննարկվում է։ Սա տեղավորվում է արևմտյան Ադրբեջան-Ալիևյան թեզի մեջ, որը վերաբերում է Հայաստանի տարածքներին։ Բացի այդ, Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանը հավակնություններ ունի ընդհուպ մայրաքաղաք Երևանի նկատմամբ, ընդ որում դա ոչ միայն արտաքին լսարանին ուղղված ռետորաբանություն է, այլ դիվանագիտական փակ հանդիպումների քննարկման առարկա։ Եթե դուրս գանք Փաշինյանի մանիպուլյացիոն անազնիվ շղարշից, պետք է հիմնվենք միջազգային ատյաններում հնչած լուրջ խոսակցությունների եւ մոտեցումների վրա։ Ի սկզբանե պարզ է, որ փաստաթուղթը չի մշակվել Երևանում կամ միջնորդ որևէ երկրում, այն մշակվել է Ադրբեջանի արտգործնախարարությունում եւ Բաքուն ի սկզբանե հայտարարել է, որ գոյություն ունեն 5 սկզբունքային կետեր։ Հայկական կողմը, հասկանալով, որ չի կարող առարկել դրանց, հայտարարել է, թե սկզբունքային տարակարծություններ չունի այդ դրույթների հետ։ Աննախադեպ երևույթ է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունում ստեղծված փաստաթղթի վերաբերյալ հայկական կողմը որևէ վերապահում չունի։ Պրահյան հայտարարությանը հաջորդել է այն, որ Բայրամովն ազդարարել է, թե իրենք հայկական կողմին 12 լրացուցիչ պարզաբանող կետեր են ներկայացրել, որոնք իրականում նոր պահանջներ էին։ Փաշինյանին իշխանությունից զրկելը Բաքվի շահերից չի բխում, հետևաբար նրան ժամանակ են տալիս հանդարտ ու հանգիստ իր գործն անելու համար։ Մարդկության պատմության մեջ աննախադեպ երևույթ է, որ պետության ղեկավարը խոսում է այդ պետության վերացման մասին։ Նա ասում է, 4 կողմից մեր պետությունն ուզում են վերացնել։ Բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից կարող է մեկ այլ պետության անուն տալ, որն ուզում է մեր պետության կործանումը։ Մնացածը կարծես թե պիտի մեզ բարեկամ ու դաշնակից լինեն, առնվազն չեզոք։ Արցախի բռնազավթումից եւ հայաթափումից ամիսներ առաջ արդեն Փաշինյանը պարբերաբար խոսում էր արցախցիների էթնիկ զտման եւ ցեղասպանության սպառնալիքի մասին։ Ցեղասպանում են պետություն չունեցող ժողովուրդներին, քանի որ պետություն նշանակում է կանոնավոր բանակ, միջպետական հարաբերություններ, դաշնակիցներ, եւ եթե պետության ղեկավարը խոսում է իր ղեկավարած ժողովրդի ցեղասպանության հավանականության մասին, նշանակում է ընդունում է այդ պետության վերացած լինելու փաստը։ Գնահատում եմ Փաշինյան ոչ մի բան չի անում։ Առաջ երթին ամեն հարցեր սխալ։ Որն ասեմ, ցեղասպանություն չի ճանաչում, Ղարաբաղ չճանաչեց, էլ ինչն ասեմ, էլ ասա, որն ասեմ, ցավը տանեմ։ Նիկոլա Ադրբեջանի կողմից ուղարկված ագենտա իմ կարծիքով, որը ուզում է Հայաստանը ինչքան հնարավոր է թույլատնի ու ժողովրդին ինչ-որ վատություն անի։ Նիկոլը ինչ արեց, քանդեց սա երկիրը քանդեց։ Սա ջահելներին տարավ, հողը դրեց, ինքն էլ իր կնիկ երեխեքը վայել է մեր։ Ինչ արեց Նիկոլը մեզի։ Բոլոր դեպքերում հողը չպետք է հանձներ։ Ուզում Արցախ լիներ, թե ինչ լիներ։ Նա այդ քայլին չպետք է գնար։ Դա է իմ կարծիքը։ Ալիևի հետ պայմանավորվել են, որ վաճառի Արցախը Ադրբեջանին։ Այդքան բան կարամ ասեմ ես։ Ինքը դավաճան է։ Կարծիքս էդ է։ Խաբեց բոլորին։ Մարդիկ հավատացին ուղղակի հավատացին, հավատալով ընտրեցին, ասենք առաջի անգամ ընտրեցին հավատալով, երկրորդ անգամ ինչի ընտրեցին իրան։ Իսկ ինչ վերաբերվում է ինչի հանձնեց, ինքը եկել էր այդ պլանով երևի,
որ պիտի հանձնի։ Իր ելույթները նախկինում էլ որ նայում եմ, լսում եմ, կարդում եմ, հետևողական եմ, ինքը ոչ մի անգամ հայասեր չի եղել։ Իմ համար հետաքրքիր չի, ես սիրուն ավտոբուսում կնստեմ գեշե, ինձ պետք է, որ ես արժանապատիվ հայ լինեմ դրսում, ինձ դա է պետք։ Իսկ ամոթով եմ այսօր, երկրից դուրս եմ գալիս, ամոթ եմ զգում։ Ես պատճառը, ես որ պատերազմը սկսել եմ, ես ունդեղ եմ եղել։ Ես իմ գլխից էլ տեսա, որ ծախված ասա։ Սա թատրոն է խաղում, ոչ մի բան։ Պայմանավորված պատերազմը։ Այն ժամանակ եթե իր տեղը լիներ մի հատ հասարակ մարդ, ես կամ դու, այդ պատերազմը մերոն կհատեին։ Սա պրոստը պարտվել են ամեղ զոհերը, այն 5000 հոգին, երեխեքին, ուղղակի դնդակահարել են։ Ես իրանց եւ թուրքերի մեջ ոչ մի տարբերություն չեմ տեսնում։ Ինքը ոնց է ասել, Արցախի հարցը պետք է ժողովրդի հետ խոսամ, չէ՞ ռեֆերենդում անեմ, արել է։ Թողանի ճիշտը կիմանա։ Ես չգիտեմ ոնց ձեզ բացատրեմ, ես ձեզ կարող եմ ասել Նիկոլը ոտից գլուխ մեղավոր է, որ մեր Հայաստանը կործանված, մեր ջահել տղեկը գնացին հողի տակ, այդքան բան կարամ ասել։ Ես ինքս համարում եմ, որ ինքը դավաճան չի, ինքը թշնամի է։ Թշնամի, ուղղակի թշնամի։ Դավաճանը նայա, որ երթում է տալիս, ասենք, ու հետո դավաճանում է անկերը, կինը, չգիտեմ, պետությանը, ազգին, ինքը այն կողմն է, թշնամի է ու վերջ, այդքան բան։ Մեղքի գցում եք նախկիների վրա, բա դուք հեղափոխություն արեցիք, ինչի համար արեցիք։ Որ փոխեք, չէ՞ ինչ-որ բան, բայց գնալով հարկերը շատացրին, տուգանքները մեծացրեցին, ժողովուրդը առանց հետ էլ չգիտեմ ինչ վիճակում ապրում են, հիմա լրիվ ստրեսային վիճակի մեջ։ Ժամանակի ընթացքում Բաքուն ձևավորում են նոր պահանջներ եւ տեսնելով, որ հայկական կոչված կողմից որևէ դիմադրություն չկա, ավելացնում է դրանք արդեն հին ցանկին։ Արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիների վերադարձ, նմանատիպ դրույթ որևէ փաստաթղթում կա, ֆիքսված է։ Փաշինյանին պարտադրում են նախ շրջանառել նոր թեզեր, օրինակ 8 գյուղեր Հայաստանի Հանրապետությունից, տեղ գյուղ, անցակետ Տիգրանաշենի ճանապարհին, ապա եւ իրականացնել դրանք։ Որոշիչ հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։